խոժանավարի, ճամպենք այնցերը տարել է։ Մանվել Կոստանյանն առավոտից հակակոռուպցիոն կոմիտեի մի մասնաճյուղից մյուսներ շտապել, որ իմանա, որտեղ է ձերբակալված որդին։ Ի վերջո հասել էր գլխավոր շենքի մոտ, որտեղ խմբված էին մյուս ձերբակալվածների հարազատներն ու փաստաբանները։ Այս պահի դրությամբ վաղ առավոտից ընդդիմադիր ուժեղ Հայաստանի 10 աջակից է ձերբակալվել առերևույթ ընտրակաշառքի գործով։ Մարինա Սեթրակյանը 35-ամյա որդու հետևից Երևան էր հասել Մասիսի Արբաթ գյուղից։ Դե առավոտ շուտ եկել են, դուրը ցեցել են, երեխեն քնած էր, հետո եկան ու տարան։ Ոչ ասել են ինչի համար են տանում, ոչ մի բան։ Սկզբից հեռախոսն են վերցրել, մինչև ինքը հագնվավ, տեղերից եկա, տարան։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մանրամասնում, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալել ընդդիմադիրներին։ Չի մեկնաբանում նաև, թե ինչու կոմիտե շտապած փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել ձերբակալվածների իրավունքները պաշտպանելու։ Ծանոթ գործելավոճ է հակակոռուպցիոն կոմիտեի, որովհետև սա առաջին դեպքը չի, անընդհատ կրկնվում է։ Սա հերթական ապօրինությունների շարանն է, որ մենք արձանագրում ենք։ Առավոտյան 9-ից փաստաբանները փորձում էին մուտք գործել հակակոռուպցիոն։ Յուրա Իվանյանն ու գործընկերները ձերբակալվածների տվյալներն էին հավաքագրում։ Ենթադրում եմ ինչ-որ վախի, սարսափի մթնոլորտ տարածելն է, որը որ իմաստ չունի։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ եթե նախկինում կարող էին ներս մտնելու հենց Միջանցքի հեռախոսից զանգահարել, տեղեկություններ ստանալ եւ հանդիպել ձերբակալվածներին, ապա վերջերս խոչընդոտների են բախվում։ Ասում եմ, լիազորված չենք համար տալու։ Խնդրել են, որ թույլ տվեք գնամ գրասենյակ դիմում գրեմ, որ անհապաղ մեր տեղեկություններով կան այդտեղ նաեւ հիվանդ մարդիկ ու ամենայն ոչ թե ամենայն հավանականությամբ ամենակիչը հոգեբանական բռնություն է գործադրվում իրանց նկատմամբ, քննչական գործողություններ է կատարվում առանց փաստաբանի։ Ձերբակալվածների շարքում են նաև Արբաթ գյուղի 25-ամյա վարչական ղեկավար Մարիամ Սարգսյանն ու նրա ծնողները։ Փաստաբան Հայրապետյանն ասաց, մտավախություն ունեն, որ քննիչներն առանց իրենց հարցաքննություն կանցկացնեն, որ ցանկալի ցուցմունքներ ստանան, հետո էլ հանրային փաստաբաններ կներգրավեն։ Ձերբակալվածներից մեկի դեպքում հենց այդպես էլ եղավ։ Տիգրան Հայրապետյանը փաստաբանների մուտքի արգելքի մասով հանցագործության հաղորդում է ներկայացրել, ահազանգել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ ըստ նրա իրենց օգնելու փոխարեն ապացույցներ են պահանջել փաստաբան լինելու ձերբակալվածների հարազատների համաձայնության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ազատությանը փոխանցեցին, որ փաստաբանի արտոնագիրը եւ այլ փաստաթղթերը պահանջել են, ելնելով անազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը ինձանից ավելի շատ փաստաթուղթ է ուզում, քան քննչական մարմին։ Ասում եմ, ես պետքա վստահ լինեմ, որ ես ունեմ փաստաբանի արտոնագիր, որ հարազատը դիմել է ինձի, որ այդ մարդը իր հարազատն է, կարող ծննդյան վկայականել ուզեն։ Տիգրան Հայրապետյանը ուժեղ Հայաստանի բազմաթիվ աջակիցների է պաշտպանում եւ պնդում է, օրինակ 30 մեղադրյալից 14-ի դեպքում դատարանները ոչ միայն ազատ են արձակել նրանց, այլ համարել են չկակասկած, որ նրանք հանցագործություն են կատարել։ Հիշեցնում է գաղտնալսումների մասին ու պնդում, մեղադրյալները մեր ձևով կազմակերպության աշխատակիցներ են եւ այդ զրույցներում աշխատավարձերի թեմաներն են արծարծել։ 4-5 ամսվա հեռախոսային խոսակցությունները, այսինքն մարդիկ, երբ որ ընդունվել են աշխատանքի, հոկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին, մեր ձևով հասարակական կազմակերպությունում աշխատավարձ են ստացել, դրանից բյուջե հարկեր է գնացել։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը, որ իր առանձնատանն է նախընտրական հանդիպումներ անցկացնում, այսօր գյումրեցի համակիրներին ասել է, թե բանտում գտնվող իրենց յուրաքանչյուր աջակից շարունակում է պայքարը։ Ամեն օր 10-15 մարդ մեզանից ձերբակալում են, չէ՞, մերոնցից։ Արդեն որ չեն ձերբակալում, նույնիսկ դա անհանգստացում է, ինչ որ բան ոնց որ այսօր սենց չեն կարել։ Հակակոռուպցիոնը մինչդեռ գրեթե ամեն օր այս ուժի վերաբերյալ նոր վարույթների մասին է հաղորդում, դրանց կցելով գաղտնալսումներ, որոնցում տարբեր անձինք գումարների մասին են խոսում։ Փետրվարից ի վեր հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործությունների հոդվածներով 57 վարույթ է հարուցել ու դրանց գերակշիռ մասը վերաբերում է հենց Միլարդաթեր գործարարի առաջնորդած կուսակցությանը։ Համակիրների հետ փակ հանդիպմանը գործարարն ըստ տարածված տեսանյութի այսօր կրկին անդրադարձել է իր առանցքային թեզին, թե գործող իշխանությունը թույլ է տալու մոտ 300,000 ադրբեջանցիների վերադառնալ Հայաստան։ Իշխանությունները կտրականապես հերքում են, թե նման մտադրություն ունեն։